Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են 2022 թվականից ի վեր առաջին անգամ հատելով $100 սահմանագիծը։ Ամերիկյան հում նավթի ֆյուչերսները աճել են ավելի քան 25%-ով, հասնելով գրեթե $115 մեկ բարելի դիմաց, իսկ միջազգային Brent տեսակի նավթի գինը թռիչք է կատարել մինչև $110։ Այս տարի ամերիկյան նավթի գինը աստղաբաշխական 80%-ից ավելի աճ է գրանցել։ ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գինը հասել է $3.45 մեկ գալոնի համար։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ 80% հավանականությամբ գինը շուտով կհատվի $4 սահմանը։ Թրամփը հայտարարել է, որ սա շատ փոքր գին է ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության ու խաղաղության համար։ Նա նաև շեշտել է. «Մեջբերեմ, ես դրա հետ կապված որևէ մտահոգություն չունեմ»։ Մինչդեռ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ փակ լցանավերի համար, ինչը կաթվածահար է արել նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումները համաշխարհային շուկա, Սենատում արդեն կոչ են անում օգտագործել ռազմավարական պահուստները, սակայն վարչակազմը դեռ հապաղում է։ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ գները զսպելու համար հնարավոր է հանվեն պատժամիջոցները ռուսական նավթի վրայից։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Տորնադոները Միչիգանն ու Օքլահոման վերածել են փլատակների, մանրամասներ աղետի վայրից։ Թեհրանում նոր առաջնորդ են ընտրել, ժառանգորդը կլինի թիրախ, հայտարարել են Իսրայելից։ Թրամփն ընդդեմ հին աշխարհի, ովքեր են Եվրոպայում դեմ Իրանի դեմ պատերազմին։ Չինաստանի հաշտության ձեռքը, ինչ են քննարկելու Թրամփն ու Սին Պեկինում։ Տալ ստանալու համար կանայք պայքարում են իրենց իրավունքների փշրանքների համար։ Անսպասելի նվեր մարտի 8-ին Ռիհաննայի տան վրա հարձակվել են ինքնաձիգով։ Ահաբեկչություն, թե անկարգություն, ովքեր են ինքնաշեն պայթուցիկ նետել Նյու Յորքի քաղաքապետարանի մոտ։ Գարնանային արձակուրդը հերթերի մեջ, ինչն է ԱՄՆ օդանավակայանների մղձավանջի պատճառը։ Թրելոքում գտել են թմրանյութերի հսկայական լաբորատորիա, հայտնի են մանրամասները։ Սկաուտների առաջնորդի մութ գաղտնիքը, Կալիֆոռնիայում ինչու է ձերբակալվել 46-ամյա սկաուտապետը։ Թողարկման երկրորդ հատվածը պակաս հետաքրքիր չի լինելու։ Լազերներ, արհեստական բանականություն, հիպերձայնային հրթիռներ, խելացի դրոններ, ինչ նոր զինատեսակներ կիրառեց Ամերիկան Իրանի դեմ պատերազմում և արդյոք արդեն բացահայտվել են բոլոր նորագույն զենքերը։ Մանրամասներին սպասեք թողարկման երկրորդ մասում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող, ամենակարևոր ու ամենահետաքրքիր թեմաները պարզ ու հասկանալի ձևով։ Ձեր ակտիվությունը լայքերի և կոմենտների միջոցով մեզ համար պարզապես թվեր չէ, դա աջակցություն է, վստահություն և մեծ մոտիվացիա առաջ շարժվելու համար։ Իդեպ, եթե ունեք բիզնես Ամերիկայում և ցանկանում եք ձեր ծառայությունները կամ ապրանքները ներկայացնել հայկական լայն լսարանին, մենք բաց ենք համագործակցության համար։ Glendale News-ը փնտրում է հովանավորների և գործընկերների, ովքեր ցանկանում են աճել մեր համայնքի հետ միասին։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջին, իսկ հիմա անցնենք այսօրվա ամենակարևոր թեմաներին։ Հզոր տորնադոները Միչիգան և Օքլահոմա նահանգներում խլել են առնվազն 6 մարդու կյանք, այդ թվում մի 12-ամյա տղայի։ Union Lake տարածքում քամու արագությունը հասել է ժամում 150 մղոնի, տները վերածելով փլատակների և ավերելով հարյուրավոր շինություններ։ Օքլահոմայի քաղաքում տորնադոն արմատախիլ է արել հսկայական ծառեր և հողին հավասարեցրել բնակելի տներ։ Տուժած շրջաներում արդեն հայտարարել են արտակարգ դրություն, տեղական համայնքները միավորվել են օգնելու տուժածներին և մաքրելու ավերածությունների հետքերը։ Օդեհութաբանները կանխատեսում են ռեկորդային բարձր ջերմաստիճան, ինչը կարող է հանգեցնել նոր մրրիկների և ջրհեղեղների առաջացմանը հարավային նահանգներում, Թեքսասից մինչև Այովա։
Քաղաքական տորնադո չեղավ Թեհրանում Իրանի փորձագետների խորհուրդը Մոջթաբա Խամենեիին պաշտոնապես հռչակել է Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդ։ Նա ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ օդային հարվածների հետևանքով սպանված Իրանի առաջնորդի որդին է։ Թրամփը խիստ քննադատել էր այս ընտրությունը Մոջթաբային անվանելով թեթևքաշային, որի թեկնածությունը իր համար պարզապես անընդունելի է։ Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է, որ ցանկացած նոր առաջնորդ կդիտարկվի որպես թիրախ։ Ըստ լրատվամիջոցների Իրանի նոր առաջնորդը ազդեցիկ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, բայց չունի իր հոր կրոնական հեղինակությունը եւ չի վայելում իրանցի ժողովրդի լայն աջակցությունը։ Շատ փորձագետներ նշում են, որ իրանցիները հույս ունեին անցնել աշխարհիկ կառավարման համակարգից, սակայն ռեժիմը փորձում է ցույց տալ, որ չի փլուզվում։ Ըստ փորձագետների նոր առաջնորդը կժառանգի համակարգը, որը կպահպանի իր երկաթյա բռունցքը իշխանական բոլոր լծակների նկատմամբ։ Քանի դեռ մեր լսարանը մեծանում է եւ միավորում ամերիկահայությանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ձեր բաժանորդագրությունը շնորհակալություն հայտնելու լավագույն միջոցն է, իսկ այժմ Իրանի դեմ պատերազմի հետևանքով ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում առաջացած խնդիրների մասին։ Թրամփը բախվել է Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի դիմադրությանը ռազմաբազաները օգտագործելու հարցում։ Ի պատասխան Մադրիդի արգելքին Թրամփը սպառնացել է դադարեցնել ողջ առևտուրը Իսպանիայի հետ։ Ֆրանսիայի նախագահն էլ Իրանի վրա հարվածները որակել է միջազգային իրավունքից դուրս։ Այնուամենայնիվ որոշ առաջնորդներ մնում են Թրամփի բարեհաճության ներքո։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը թույլատրել է Ռամշտայն ավիաբազայի օգտագործումը, ինչի համար արժանացել է գովասանքի։ Իտալիայի վարչապետին Թրամփն անվանել է մեծ առաջնորդ, ով միշտ փորձում է օգնել։ Եվրոպական միության պաշտոնյաները նույնպես մեղադրել են Իրանին պատերազմի արտահանման մեջ։ Պատերազմի նոր փուլում Վաշինգտոնը օգնության համար անսպասելիորեն դիմել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ից հարցում է ստացել իրանական շահեդ անօդաչուների դեմ պայքարի հարցում։ Հակառակ դիվանագիտական հակասություններին, շատ փորձագետների կարծիքով եվրոպացիները դեռևս կախված են ամերիկյան ռազմավարական հովանոցից, սակայն այս սպառակտումը կարող է վերածվել առևտրային լուրջ դիմադրության դաշնակիցների միջև։ Չինաստանը պաշտոնապես հայտարարել է, որ հույս ունի 2026 թվականը տեսնել որպես շրջադարձային տարի իր գլխավոր մրցակցի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Արտգործնախարարը նշել է, որ չնայած բազում տարաձայնությունների, երկու երկրների ղեկավարները պահպանում են անձնական բարձր մակարդակի շփումները։ Նախագահ Թրամփը մարտի վերջին կայցելի Պեկին Սի Ցինփինի հետ գագաթնաժողովի մասնակցելու համար։ Չինական կողմը պատրաստվում է հյուրընկալել ամերիկյան պատվիրակությանը եւ քննարկել առևտրային հրադադարի հետագա հնարավորությունները, ակնկալելով, որ ամերիկյան կողմն ընդառաջ քայլ կանի։ Անդրադառնալով Իրանի դեմ պատերազմին, Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը։ Նա հավելել է, որ ուժը չի հավասարվում իրավունքին եւ աշխարհը չպետք է վերադառնա ջունգլիների վայրի օրենքներին, հորդորելով գերտերություններին վերադառնալ բանակցությունների սեղան կանխելու համար հետագա էսկալացիան։ Մարտի 8-ը կանանց միջազգային օրը այս տարի նշվել է տալ ստանալու համար, խորագրով կոչանելով ապահովել հավասար վարձատրություն եւ որոշումների կայացման գործում կանանց ներգրավվածություն։ ՄԱԿ-ի տվյալներով կանայք համաշխարհային մակարդակով ունեն տղամարդկանց օրինական իրավունքների ընդամենը 64%-ը։ Վիճակագրության համաձայն աշխարհում յուրաքանչյուր 10 րոպե մեկ մի կին կամ աղջիկ սպանվում է հենց ընտանիքի անդամի ձեռքով։ Տոնի արմատները հասնում են 20-րդ դարի սկիզբ, երբ կանայք պայքարում էին աշխատանքային իրավունքի համար։ Շատերի կարծիքով մարտի 8-ի նշանակությունը այսօր ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ վերջին տարիներին կանայք կորցրել են նախորդ դարում ձեռք բերված որոշ հաջողություններ։ Այս առումով շրջադարձային էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանի 2022 թվականի որոշումը չեղարկելու աբորտի համազգային իրավունքը, ինչը վերջ դրեց շուրջ 50 տարվա սահմանադրական պաշտպանությանը։ Այժմ անցանկալի հեղիության ընդհատման հարցը որոշվում է նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակով։ Այս որոշման արձագանքները հասել են նաև Եվրոպա, կրկին թեժացնելով հանրային բանավեճերը։
Մարտի 8-ի յուրօրինակ նվեր է ստացել Ռիհաննան։ Կիրակի օրվա կեսին Բևերլի Քրեսթում մի կին ինքնաձիգով կրակ է բացել հռչակավոր երգչուհու տան ուղղությամբ։ Այդ պահին աստղը տանն է եղել, սակայն բարեբախտաբար որևէ մեկը չի տուժել։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով առնվազն 4 գնդակ է դիպել շինության տարբեր մասերին։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ կասկածյալը արդեն ձերբակալվել է, դեպքի վայր ժամանած սպաները հայտնաբերել են հարձակման զենքը AR-15 հրացանը։ Կնոջ ինքնությունը դեռևս չի բացահայտվել, սակայն նշվում է, որ նա մեքենայով մոտեցել է տանը եւ անմիջապես կրակ բացել։ Երգչուհին տունը կիսում է հիփ-հոփ աստղ A$AP Rocky-ի հետ։ Հայտնի չէ, արդյոք նրա ամուսինն ու երեխաները տանն են եղել միջադեպի պահին։ Աստղային զույգի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։ Նյու Յորքի քաղաքապետի նստավայրի մոտ բախվել են հակաիսլամական ցուցարարներն ու հակացուցարարները։ Ակցիայի ժամանակ կիրառվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Ըստ իրավապահների, սարքերը փաթաթված են եղել սև ժապավեններով եւ պարունակել են պտուտակներ ու մեխեր։ Ձերբակալվել են Փենսիլվանիայից ժամանած 2 երիտասարդներ։ Գործով զբաղվում է FBI-ի ահաբեկչության դեմ պայքարի միացյալ խումբը։ Նյու Յորքի քաղաքապետը ակցիան որակել է որպես մոլեռանդություն, որը տեղ չունի Նյու Յորքում։ Պայթուցիկ սարք օգտագործելու եւ ուրիշներին վնասելու փորձը ոչ միայն քրեական է, այլև դատապարտելի, հայտարարել է քաղաքապետը։ Միջադեպը տեղի ունեցել Ռամադան սուրբ ամսվա կեսին, երբ քաղաքապետը գտնվել է շենքի ներսում։ Ոստիկանությունը ավելի ուշ հայտնաբերել է եւս մեկ կասկածելի սարք մեքենայի մեջ։ Իրավապահները տարհանել էին հարակից շենքերը։ Սակրավորների աշխատանքից հետո բնակիչները վերադարձել են տուն, ներկայումս իրականացվում են կասկածյալների էլեկտրոնային սարքերի եւ տների խոզարկությունները, բարձելու հնարավոր կապերը ահաբեկչական խմբավորումների հետ։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հրաժարվել են հստակ խոստում տալ Իրանի դեմ պատերազմի հետագա ֆինանսավորումը արգելափակելու վերաբերյալ։ Չնայած նրանք սուր քննադատել են Իրանի դեմ պատերազմը, նշելով, որ վարչակազմը դեռ չի կարողացել հիմնավորել այս ռազմական գործողությունների անհրաժեշտությունը։ 2025 թվականին կոնգրեսը արդեն հաստատել է 900 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն, սակայն այժմ սպասվում է հավելյալ ֆինանսավորման հայտ Սպիտակ տան կողմից։ Դեմոկրատները նշում են, որ միլիարդավոր դոլարներ են փոշիացվում Մերձավոր Արևելքում, մինչդեռ հանրապետականները հրաժարվում են նույնիսկ մեկ լումա ծախսել սննդամթերքի գները նվազեցնելու կամ առողջապահությունը մատչելի դարձնելու համար։ Բացի պատերազմից, երկրում շարունակվում է ազգային անվտանգության դեպարտամենտի մասնակի շատդաուն։ Թրամփի կողմից Քրիստին Նոեմին աշխատանքից ազատելը չի մեղմել դեմոկրատների դիրքորոշումը։ Նրանք պնդում են, որ անհրաժեշտ է քաղաքականության փոփոխություն, այլ ոչ թե պարզապես կադրային փոփոխություն այսը վերահսկելու համար։ ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում ճամփորդությունը վերածվել է իսկական մղձավանջի, մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել անվտանգության ստուգումները անցնելու համար։ Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցների սուր պակասը, որը պայմանավորված է կառավարության մասնակի փակմամբ, համընկել է զբոսաշրջային ակտիվ շրջանի հետ։ Հյուսթոնի օդանավակայանում սպասման ժամանակը կիրակի կազմել է գրեթե 3 ժամ։ Տեքսասի օդանավակայանները ուղևորներին հորդորում են ժամ անել թռիչքից 5 ժամ առաջ։ Ատլանտայի եւ Նյու Օրլեանի օդանավակայաններում եւս սպասման ժամանակը գերազանցել է 1 ժամը, ստեղծելով լրացուցիչ լարվածություն ավիացիոն համակարգում։ Ֆինանսավորումը դադարեցվել էր փետրվարի 13-ին այսի շուրջ տարաձայնությունների պատճառով, ինչը հարվածել է նաեւ աղետների կառավարման դաշնային գործակալությանը։ Հանրապետականները փորձում են օգտագործել Իրանի դեմ պատերազմը դեմոկրատների վրա գործադրելու համար, սակայն վերջիններս հրաժարվում են զիջումներից։ Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցների համար սա արդեն երկրորդ ծանր տարին է։ Նախորդ 43-օրյա փակման ժամանակ նրանք նույնպես շաբաթներ շարունակ աշխատել էին առանց վարձատրության։ Թրամփը հայտարարել է, որ չի ստորագրի ոչ մի օրինագիծ, քանի դեռ չի ընդունվել Safe America Act-ը։ Այս օրենսդրությունը նախատեսում է ընտրական օրենքների բարեփոխում եւ քաղաքացիության պարտադիր ապացույց քվեարկության համար։ Թրամփը Truth Social ցանցում պահանջել է գնալ մինչև վերջ եւ չընդունել որևէ մեղմացված տարբերակ։ Նախագահը պահանջում է արգելել փոստային քվեարկությունը, բացառությամբ զինվորականների եւ հաշմանդամների։
Այս վերջնագիրը լրջորեն վտանգում է ազգային անվտանգության դեպարտամենտի ֆինանսավորման շուրջ համաձայնությունը, չնայած ներկայացուցիչների պալատն արդեն ուղարկել է օրինագիծը վերին պալատ, սակայն Սենատում այն բախվում է լուրջ դիմադրության։ Դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ օրենքը կզրկի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձայնի իրավունքից։ Նրա խոսքով դեմոկրատները ոչ մի դեպքում չեն աջակցի նախագահի պահանջին, նախանշելով ամբողջական փակուղի օրենսդիր մարմնում։ Կալիֆորնիայի հյուսիսում գտնվող Թըրլոկ քաղաքում իրավապահները խոշոր հատուկ գործողություն են իրականացրել, հայտնաբերելով մոտ 1,2 միլիոն դոլար արժողությամբ 280 ֆունտ բյուրեղային մետամֆետամին։ Հետաքննության արդյունքում դաշնային և նահանգային գործակալները խուզարկել են տեղի տարածքներից մեկը, որտեղ թմրանյութից բացի գտել են նաև լաբորատորիա և 8 միավոր հրազեն։ Դեպքի վայրում ձերբակալվել է 3 կասկածյալ։ Փայտյա կառույցի ներսում գործակալները հայտնաբերել են մետամֆետամինի վերամշակման համար նախատեսված բազմաթիվ պարագաներ։ Սա լայնածավալ օպերացիայի մի մասն էր։ Խուզարկությանը մասնակցել են նաև FBI-ի աշխատակիցները։ Կալիֆորնիայի Սան Լուիս Օբիսպո շրջանում Քաբ Սկաուտի առաջնորդը ձերբակալվել է մանկապղծության և դրա նկարահանման մեղադրանքով։ 46-ամյա տղամարդը հայտնվել է դետեկտիվների ձեռքում, նրան ձերբակալել են տունը խուզարկել։ Ձերբակալվածին առաջադրվել է 4 ծանր մեղադրանք։ Դրանք են երեխայի սեռական վարքագիծը պատկերող նյութեր ունենալու 2 դեպք, 14 տարեկանից ցածր անչափահասի սեռական ակտը պատկերող նյութեր ունենալու 1 դեպք։ Իրավապահները կոչ են արել գործի առնչվող տեղեկություններ ունեցողներին անմիջապես կապ հաստատել Սան Լուիս Օբիսպո շրջանի շերիֆի գրասենյակի հետ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Մալազիական ավիաուղիների MH374-ի անհետացումից 12 տարի անց Հնդկական օվկիանոսի հատակին իրականացված նոր որոնումները կրկին արդյունք չեն տվել։ Օդային պատահարների հետաքննության բյուրոյի հայտարարության համաձայն իրականացված խորջրյա հետազոտությունները չեն հայտնաբերել օդանավի բեկորները։ Թեքսաս նահանգում տեղակայված ընկերությունը որոնումներն իրականացնում էր չկա վճար սկզբունքներով։ Եթե 239 ուղևորներով անհետացած Boeing 777 օդանավը հայտնաբերվեր, ընկերությունը կստանար $70 միլիոն։ 2014 թվականին Քուալա Լումպուրից Պեկին ուղևորվող օդանավի անհետացումը մնում է ավիացիայի ամենամեծ առեղծվածներից մեկը։ Մահվան հովիտ ազգային պարկը կենդանացել է Հյուսիսային Ամերիկայի ամենաշոգ ու ամենաչոր վայրը պատվել է վարդագույն, մանուշակագույն և դեղին ծաղիկներով։ Սա վերջին տասնամյակի ամենատպավորիչ սուպերծաղկումն է, որը պայմանավորված է սովորականից առատ տեղումներով։ Ազգային պարկերի ծառայության տվյալներով ընդամենը 2,5 ամսում տեղացել է տարեկան նորմայից ավելի անձրև։ Մասնագետները բացատրում են, որ այս ծաղիկների սերմերը կարող են տարիներով սպասել հողում։ Սա բնության յուրօրինակ միջոց է խուսափելու երկարատև երաշտից և պահպանելու կյանքը։ Ցածրադիր վայրերում ծաղիկները կմնան մինչև մարտի վերջ։ Դրանցով կարող են հիանալ բոլորը, սակայն ծաղիկները քաղելը խստիվ արգելվում է։ Հաջորդիվ ձեզ հետ կաշխատի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, նա ձեզ պատմելու է ապագայի պատերազմի մասին, որն այսօր շարունակվում է Իրանում։ Այնինչ տեսնում էիք մարտաֆիլմերում, այսօր տեսնում եք լուրերի թարմացմամբ։ Զենքեր, որոնք փոխում են պատերազմի տրամաբանությունը և պատերազմի մասին մեր պատկերացումները։ Ավելի մանրամասն կպատմի Մանուն։ Հրաժեշտից առաջ մնում է միայն հիշեցնեմ, ձեր ցանկացած լայքն ու մեկնաբանությունը մեզ օգնում է հաջորդ հանդիպումը ավելի հետաքրքիր ու բովանդակալի դարձնել, իսկ եթե բաժանորդագրվեք, հետաքրքիր նորությունների մասին առաջիններից մեկը կտեղեկանաք։ Արհեստական բանականություն, լազերային և էլեկտրամագնիսական զենքեր, հիպերձայնային հրթիռներ ու գերծանր ռումբեր։ Բարև ձեզ։ Թվարկվածը դեռ նորամուծությունների ամբողջական շարքը չէ, որ բացահայտեց Իրանում ծավալված պատերազմը։ Թե ուրիշ ինչ նորություններ կան, պատմելու եմ առաջիկա րոպեներին։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված ռազմագործողություններն ի հայտ բերեցին ամերիկյան նորագույն զինանոցը, հաստատապես փոխելով պատերազմի կանոնները և պատերազմի մասին մինչ այդ եղած պատկերացումները։
Լարվածության օջախին մոտ տեղակայվել է ամերիկյան Աբրահամ Լինկոլն ավիակիրը իր բազմաշերտ սպառազինությամբ ուղեկցող եւ համալրող ռազմանավերի եւ ռազմաօդային ուժերի հետ։ Տարածքում նաեւ ամերիկյան սուզանավեր կան տորպեդային հզոր համակարգերով։ Մոտեցել է նաեւ ԱՄՆ ռազմածովային ուժերի հպարտությունը աշխարհում ամենամեծը համարվող Ջերալդ Ֆորդ նորագույն հզոր ավիակիրը։ Արդեն տեղեկություններ կան, որ եւս մեկ ամերիկյան ավիակիր կմոտենա Իրանի նկատմամբ գործի դրված ռազմական մեքենան էլ ավելի ուժեղացնելով։ Օդում եւս գերակայությունը բացարձակ է։ Այստեղ փայլում է մոլորակի ամենամեծ ու անտեսանելի ռմբակոծիչը՝ B-21 Raider-ը։ Միայն այս հսկան կարող է կրել աշխարհի ամենամեծ հակաբունկերային ռումբը թափանցող GBU-57-ը։ Վերջինս հեշտությամբ ընդունակ է խոցել ամենախորը ստորգետնյա թիրախները լեռնային բարդ զանգվածներում։ Մարտական առաջադրանքներում ներառվել են նաև F-35 կործանիչները, առավել ամրապնդելով օդում Ամերիկայի դիրքերը։ Օդատիեզերական ստորաբաժանումները լայնորեն կիրառվում են նոր սերնդի գերձայնային հրթիռներ, որոնցից ամենահեռահարը հանդիսանում է AGM-183 ARRW արագընթաց համակարգը։ Այն անխափան ճեղքում է հակառակորդի պաշտպանությունը անհավանական գերձայնային արագությամբ։ Այսպիսի հեռահար գերճշգրիտ հարվածները խափանում են Իրանի հակագրոհներից շատերը բուն սաղմնային փուլում։ Որպես հարվածային նորագույն գործիք, առաջնագծում լայն կիրառվում են նաև անօդաչու սարքերը։ Ամենակատարյալ RQ4 Global Hawk մոդելներն ապահովում են շուրջօրյա հետախուզություն։ Միևնույն ժամանակ արհեստական բանականությամբ կառավարվող դրոնների հսկայական խելացի խմբերը կատարում են չափազանց զանգվածային, անկանխատեսելի եւ մահաբեր գրոհներ։ Երկնքի անվտանգությունը վստահված է հակաօդային պաշտպանության վահանին, որտեղ միանշանակ առանձնանում են գերճշգրիտ եւ արագագործ TH-AAD եւ Patriot համակարգերը։ Դրանց միջոցով են թիրախներից շատ հեռու հայտնաբերվում, ուղեկցվում, որսվում եւ խոցվում բալիստիկ հրթիռները։ Տիեզերական ուժերն իրենց հերթին արբանյակային ցանցերով ճնշում են հակառակորդի թիրախավորման համակարգերը։ Ի տարբերություն Իրաքի պատերազմի, ԱՄՆ-ն այժմ զանգվածաբար օգտագործում է էներգիայի ճառագայթներով հարվածող հզոր լազերային կայանքներ, որոնք նախկինում անհասանելի էին։ Այս գերժամանակակից զինատեսակն անաղմուկ այրում է թշնամական օդային թիրախներն ու դրոնները։ Իսկ էլեկտրամագնիսական խելացի զենքերն ամբողջությամբ կաթվածահար են անում հակառակորդի կապը։ Կիբերտարածքում մղվող մարտերն ընթանում են ոչ պակաս կատաղի։ Այստեղ ամերիկյան վիրտուալ համակարգված հարվածները ոչնչացնում են Իրանի կենսական ենթակառուցվածքները։ Սա բացարձակապես անտեսանելի ճակատ է, որն այս ծավալով երբևէ չի կիրառվել։ Ռազմական բոլոր օղակները միացած են մեկ միասնական թվային ցանցին։ Այս օրերին բոլոր մակարդակներում ակտիվ կիրառվում է արհեստական բանականությունը։ Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական գերազանցությունն արդեն ունի վճռորոշ նշանակություն։ Ամերիկյան նորագույն թվայնացված զինանոցը ավանդական մեթոդներով մարտնչող բանակներին հնարավորություն չի թողնում։ Այս պատերազմը գծում է համաշխարհային ռազմական արվեստին բոլորովին նոր ու սարսափազդու իրական ապագան։ Եվ այդ ապագան արդեն այսօր է։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։